Թեհրանը եւ իրանական այլ բնակավայրեր կրկին ենթարկվել են հրթիռակոծության, տեղեկություններ կան, որ Կարմիր մահիկի աշխատակիցներ են տուժել։ Վաշինգտոնից նշում են, որ պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելա-ամերիկյան ուժերը Իրանում ոչնչացրել են ավելի քան 15,000 թիրախ։ Իրանն էլ հարվածել է հրեական պետության հյուսիսին եւ Թել Ավիվին, իսրայելական զլմների տվյալով վերջին մեկ օրում երկրում տուժել է 200-ից ավելի մարդ։ Թիրախում են հայտնվել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ըստ լրատվամիջոցների Դուբայում ֆինանսական կենտրոն է թիրախավորվել։ Իրաքում Էրբիլի մոտակայքում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվոր է զոհվել, կան վիրավորներ։ Նրանք ներգրավված են եղել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին։ Իտալիայից էլ տեղեկացրել են, որ դուրս են բերում զորքերը Էրբիլի բազայից։ Վաշինգտոնից նշում են, որ Իրաքի արևմուտքում ամերիկյան ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով ամերիկացի 4 զինծառայող է զոհվել։ Անձնակազմի ևս 2 անդամ անհետ կորած է համարվում։ Թուրքիայի ՊՆՆ-ն էլ տեղեկացրել է, որ Իրանից արդեն 3-րդ արձակումն են արձանագրել։ Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածքներ խուժած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցներով։ Համապատասխան երկրի հետ խորհրդակցություններ են ընթանում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Ազգային անվտանգությունը գերակա խնդիր է։ Անկարայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ուսումնասիրում են միջադեպը, նա հավատացրել է Իսլամական Հանրապետությունը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը, հիշեցրել պաշտոնական Թեհրանի ավելի վաղ արած հայտարարությունը, որ Իրանը կապ չունի Թուրքիայի տարածքին հարվածների հետ։ Մարտական գործողություններ են Լիբանանում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Բեյրութ։ Անտոնիո Գուտերեշի խոսքով ինքը ցանկանում է համերաշխություն հայտնել Լիբանանի ժողովրդին եւ օգնել հասնելու խաղաղության։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, Իրանի շուրջ իրավիճակը շատ արագ եւ լավ է զարգանում, նախազգուշացրել առաջիկայում ծանր հարվածներ են հասցնելու։ ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով էլ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է եւ հավանաբար հաշմանդամ։ ԱՄՆ ոչնչացնում է իրանական բանակը։ Նրանց նավատորմը գտնվում է Պարսից ծոցի հատակին։ Հրթիռներն ու կայանքները ոչնչացվում են։ Խոչընդոտում ենք հրթիռների արտադրությունը, այն արդեն կրճատվել է 90%-ով, իսկ ԱԹՍ-ների քանակը 95%-ով։ Շուտով իրանական պաշտպանական բոլոր կառույցները կվերացվեն։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաօդային ուժերն անպարտելի են, հետախուզական կարողություններն էլ կատարելագործվում են։ Փիթեքսեթը նաև հավատացրել է, որ հակամարտության ընդլայնման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է միջուկային ոլորտի իրանցի գիտնականների սպանության մասին։ Իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո Իրանը այլևս նույնը չէ, նրանք մեծ կորուստներ են կրել։ Այժմ փորձում ենք կանխել միջուկային եւ հրթիռային նախագծերի տեղափոխումը գետնի տակ։ Ինչ վերաբերում է Իրանի նոր հոգևոր առաջնորդին եւ Հեզբոլլահի ղեկավարին, ահաբեկչության հովանավորներից որևէ մեկը ապահովագրված չէ։ Ես չեմ բացահայտի մեր ծրագրերը, բայց նրանց հետ կապված շատ անակնկալներ ունենք։ Իրանի համար ազատության նոր ուղի է բացվում։ Հանրապետության ապագան կախված է նրա քաղաքացիներից։ Թեհրանից արձագանքել են, շարունակելու են բարձրացնել երկրի մարտունակությունը եւ պաշտպանական կարողությունները։ Թրամփը հայտարարում է, որ արագ հաղթանակ է ցանկանում, չնայած պատերազմը սկսելը հեշտ է, այն չի կարելի հաղթել մի քանի թվիթով։ Մենք չենք զիջի, մինչև դուք չզղջաք այս լուրջ սխալի համար։ Նաև Լարիջանին իրանցի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ մասնակցել է Պաղեստինին եւ Երուսաղեմին աջակցության Ղոդսի միջազգային օրվան նվիրված ամենամյա երթին, շեշտելով, որքան մեծ է ԱՄՆ-ի ճնշումը, այնքան ուժեղ է ժողովրդի կամքը։ Իրանական զլմների տվյալով Թեհրանում երթն ուղեկցվել է պայթյուններով։ Պահպանվում է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը, ինչի հետևանքով էներգակիրների համաշխարհային շուկայում ճգնաժամային իրավիճակ է։ Թեհրանն արձագանքել է լուրերին, որ իրանական կողմն ականապատել է Հորմուզի նեղուցը։ Փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի խոսքով այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Անգամ թույլ են տվել որոշ երկրների նավերի հատել նեղուցը։ Իսկ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիային միացած երկրների նավերի համար Հորմուզի նեղուցը փակ է մնալու, շեշտել է դիվանագետը։ Ամերիկյան կողմը պնդում է, թույլ չի տա փակել նեղուցը, նավթային ոլորտը կարգավորելու նպատակով Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող լցանավերը, ինչպես նաև ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, չնայած ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը մի փոքր օգնում է Իրանին։ Այնուհանդերձ ԱՄՆ իշխանությունը թույլատրել է երրորդ երկրներին գնել ռուսական հում նավթ եւ նավթամթերք, որոնք լցանավեր են բեռնվել մինչև մարտի 12-ը եւ այժմ գտնվում են ծովում։ Թույլտվությունը ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 12-ը։ Մոսկվայից նշում են, որ արդեն ավելի շատ երկրներ են սկսում նավթ գնել Ռուսաստանից։ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում համոզմունք է հայտնել, որ նավթի գնի բարձրացումը չպետք է առիթ դառնա փոխելու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը։ Ֆրանսիայի նախագահը հավատացրել է, մերձավոր արևելքում իրադարձությունները չեն ստիպի Եվրոպային նվազեցնել Ուկրաինային աջակցությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։